Մի մեծ խառնարան է բացել հիպերձայնային բալիստիկ հրթիռը, որով հութիները խփել են աշխարհի ամենապաշտպանված օդանավակայաններից մեկին՝ Թել Ավիվի Բեն Գուրիոն միջազգային օդակայանին։ Վնասվել է գլխավոր տերմինալի մերձակայքը կից ճանապարհային ենթակառուցվածքներով, վիրավորներ կան։ Մեկը միջին ծանրության էր, 3-ը ծանր վիճակում էին, իսկ 6 հոգի թեթև վնասվածքներ են ստացել։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Սա առաջին դեպքն է, երբ հութիների հրթիռը հասել է օդանավակայանի տարածք, չեզոքացնելով իսրայելական եւ ամերիկյան հակաօդային պաշտպանության հզոր համակարգերը։ Իսրայելի օդային դարպասը համարվող Բեն Գուրիոնի օդանավակայանը այլևս անվտանգ չէ։ Միջազգային ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները։ Դա բնական է, որ դադարեցրել են թռիչքները։ Իսրայելում ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Օդակայանում մնացած հարյուրավոր ուղևորներից շատերը այս մարդու պես էլ չեն զարմանում։ Պատերազմները վաղուց դուրս են եկել ռազմաճակատից եւ գալիս են այնտեղ, ուր սովորական մարդիկ են։ Մեկը եղբոր հարսանիքին շտապող, մյուսը հույժ կարևոր վիրահատության։ Նրանք չկարողացան խոցել հրթիռը, եւ ես բավականին անհանգստացած եմ։ Պետք է Լոնդոնում արդեն լինեի, երեխաներիս կողքին։ Եմենի հութիները կոչ են արել միջազգային ավիաընկերություններին հանուն իրենց ուղևորների եւ ինքնաթիռների անվտանգության դադարեցնել օդային թռիչքները դեպի Իսրայել։ Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիվ գործողություններին ի պատասխան Եմենի զինված ուժերը հայտարարում են թշնամու լիակատար օդային շրջափակման մասին։ Թորայի սկզբունքներով 7-հապատիկ պատասխան է խոստացել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Վարչապետը կոշտ հարվածով է սպառնացել ոչ միայն հութիներին, այլ նաև նրանց իրանական հովանավորներին։ Նեթանյահուն խոստացել է դա անել իր ընտրած ժամին եւ վայրում։ Մենք հակահարված ենք տվել անցյալում, կհարվածենք նաև ապագայում։ Չեմ կարող ամեն ինչ մանրամասն ասել։ Մենք Միացյալ Նահանգների հետ համակարգված աշխատում ենք նրանց դեմ։ Փուլային կարգավորման պլան ենք մշակում։ Մենք կենտրոնացած ենք 2 խնդրի վրա։ Առաջինը վերադարձնել մեր պատանդներին, երկրորդը տապալել Համասը։ Բեն Գուրիոնը հրթիռակոծելուց ժամեր անց հութիները 3 օդային հարված են ստացել ամերիկացիներից։ Մայրաքաղաք Սանայի հարավային շրջաններն են ռմբակոծվել։ Երբ անտեսվում են անվտանգության բոլոր շերտերը, հիպերձայնային հրթիռով ճեղքելով աշխարհում ամենամեծ պաշտպանական համակարգերից մեկը ակնհայտ է դառնում, ապա պատերազմները այլ օրինաչափություններով են ընթանում։ Հարցն այլևս միայն Գազայի կամ Եմենի ճակատում չէ, այն վերածվում է գլոբալ դիմակայության Իրանի եւ նրա հակառակորդների միջև, կարծում են միջազգային փորձագետները։ Եթե մեզ պատերազմ պարտադրեն, մենք ուժով կպատասխանենք, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նոր Ղասեմ Բասիր բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո։ Այո, այդպես էլ կլինի։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։